Նա կորցրեց ամեն ինչ, բայց փրկեց հարյուրավոր հայերի կյանքեր։ Բոդիլ Կատարինե Բյորնը նորվեգացի էր, ում սիրտը հայկական ցավով լի էր։ 1905-ին նա գալիս է Օսմանյան կայսրություն որպես միսիոներ, եւ հենց այնտեղ 1915-ին տեսնում է այն, ինչ մարդը երբեք չպետք է տեսնի։ Նա ականատես է լինում, թե ինչպես իր աչքի առջև սպանվում են հայ հոգևորականներ, ուսուցիչներ, իր իսկ որբանոցի սաները, բայց նա չի փախչում։ Նա մնում է ու սկսում փրկել հարյուրավոր երեխաների ու կանանց։ Նա նաև լուսանկարում է յուրաքանչյուր կադր որպես լուրջ ճիչ աշխարհին, որպես ճշմարտություն։ Նրա լուսանկարներն այսօր պատմում են աշխարհին այն, ինչ շատերը փորձում էին լռեցնել։ Նրա ողջ կյանքը դառնում է ծառայություն ուրիշներին։ Նա լինում է Մերձավոր Արևելքում, Սիրիա, Լիբանան, Պոլիս, հետո Հայաստան։ Ալեքսանդրապոլում հիմնում է որբանոց, որտեղ 33 փոքրիկների համար դառնում է Կատարինե մայրիկ։ Ոչ արյամբ, այլ սրտով։ Նա շարունակում է խնամել հայ որբերին մինչև իր կյանքի վերջին շունչը։ Բոդիլ Բյորնը մահացել է 1960 թվականին հեռու հայրենիքից, բայց մոտ մեր պատմությանը։ Նա հայ չէր, բայց նրա սիրտը մեր ցավի հետ էր բաբախում։